Ջան, լսում եմ այս մարդուն, ընթացքում voice-եր ուղարկեմ քեզ էլ ասեմ էլի մտքերը։ Նախ Սամվել Կարապետյանը ինքն ինչ որ հոգեբանական կոմպլեքս ունի եկեղեցու հետ կապված, գիտես սենց է պատմում, այն պատմաբանը, այն ուսումնասիրողը, որը տենդենցիոզ է, իր արդեն փաստարկները արժանահավատ չեն։ Հիմա տես ես ոնց էլ վերաբերվեմ Նիկոլին, ոնց է վերաբերեմ շատ պատմական փաստերի չէ, բայց ես երբեք թույլ չեմ տալի, որ տենդենցիոզությունը մտնի իմ խոսք։ Ինչի, որովհետև ճիշտ է, տենդենցիոզության ժամանակ դու ավելի ուժեղ ես դիմացին, ավելի քեզ միանգամից ու ուժեղ է ծափ տալի, բայց արդյունքում երբ որ քո խոսքը նայում են, ինքը դառնում է խոցելի։ Հիմա Սամվել Կարապետյանը այս դեպքում տենդենցիոզ է, որոշ փաստեր քաշքշում է, որոշ փաստերը ներկայացում է ոչ այն ձևով ոնց որ կա, եւ արդյունքում ստանում է իր այդ գաղափարներին հակված մարդկանց ծափերը, բայց արդյունքում իր խոսքը թուլանում է։ Հիմա նայ, ասում եմ մեր պետության օրոք կաթողիկոսն ու եկեղեցին միշտ ձգտում են արքայական իշխանության հետ բացարձակել։ Սա նորություն չի, ինչի նորություն չի, որովհետև դա բխում է եկեղեցական իշխանության դասակարգային բնույթից։ Արդեն 4 տարի երբ որ եկեղեցին դարձավ խոշոր ֆեոդալ, պայմանական ասած ինքը ստատուսը ձեռքբերեց, որ մամիկոնյաները, արծույները, սյունիները, ասենք ինքը խոշոր հողատեր ազնվական էր դառնում։ Ակեն տարբերությամբ, որ եթե ինի դասական տոհմա, ապա այս դեպքում մի հատ այլ կայունական կառույց է, որի ղեկավարը այլ կերպ ընտրվում, որը այլ գաղափարական ուղղվածություն ունի եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն այո, մրցակցությունը 4 տարում նույն կար պետականության հետ եւ դա դերևս խորհրդային պատմագրությունն է ամրագրել, բայց հիմա տես այստեղ է գալի արդեն տենդենցիոզությունը։ Բա որ մրցակցությունը կարող է ասում ես Կարապետյան ջան, բայց ինչի՞ չես ասում, որ վճռական պահերին այնուհանդերձ եկեղեցին մի կողմ էր դնում այդ իր դասակարգային դրդումները եւ կանում էր հայոց պետականության կողմին։ Օրինակ 271 թվականից իրավի ճակատամարտում հայոց կաթողիկոսներս առաջին մեծը շատ հստակորեն կանելա պետական ամետ դիրքերում, ինչքան էլ որ ինքը չէր սիրում Պապ Թագավորին։ Այլ օրինակ 428 թվականին, երբ որ հայ իշխանները գնում էին Լիզբոն, որպեսզի Արտաշես վերջին արքային գանկեց անեն, հենց աղ պարտերներ իր աջանքերով բազմիցս դրանք դեմ դուրս գալի, թե վերջում ինքը չհաջողեց։ Տենդենցիոզության օրինակ մեր կաթողիկոսներից մեկը անունը սպայն չեմ հիշում, բնական այդ պետք կհիշեմ 9-րդ դարի երկրորդ կեսին, երբ որ անի թագավորությունները արդեն սկսում ձևավորվել, Աշոտ առաջին ապագարկային շատ երանդուն աջակցություն է ցույց տալի։ Սամվել Կարապետյան ջանից ինչի՞ չես հիշում։ Ինչի՞ չես հիշում մեր մյուս կաթողիկոսների գործողությունները 11-րդ դարի վերջին եւ 12-րդ դարի սկզբին, երբ որ իրանք ամեն կերպ երանդուն Կիլիկիայի Ռուբինյանների իշխանությունը որոշում էին կայացնել։ Ինչի՞ չես հիշում մեր կաթողիկոսների այն գործողությունները, որոնք Կիլիկիայի թագավորության վերջին շրջանում ամեն կերպ ապավեն էին կանգնում վերջին արքաներին, որպեսզի տարաբնույթ այդ թվում նաեւ կաթոլիկ քայքայ շտարերը ներս չգան։ Այսինքն այս առումով տենդենցիոզություն։ Ասում անի եկեղեցում սկսում կաթողիկոսների հիշատակվածը հետո արքան է, կարող արքան հավատավոր մարդեր ինքը կաթողիկոսներից ինչ է, դա անմիջապես կոնֆլիկտի տակ դնում։ Կարող արքաներ ինքը թողել, որպեսզի կաթողիկոս առաջինը լինի, որպեսզի հոգեվոր բնույթը Գագիկ առաջին մեծի ընդգծվի։ Այսինքն տենդենցիոզությունը այս մարդու ստեղ կա։ Երկրորդը, ասում է որ կաթողիկոսները ծառայում են օտար իշխաններին, էսկոմ։ Բա Սամվել Կարապետյան ջան, վերում ես կոնկրետ օրինակներ, ոնց մասը մի քիչ հետո կասեմ, բան չի, մինչև չես ասում, որ մենք օտար տիրակալների դեմ մոտ 1000 տարում 428-ից մինչև 1428 էլի որ վերցնենք, ունեցել ենք 43 ապստամբություն եւ այդ ապստամբությունների մեծագույն մասում ապստամբության ակունքում կանգնած եղել է կաթողիկոսը։ Դասական օրինակը Վարդանանց պատերազմը, Վահանանց պատերազմը, հակառաբական ապստամբությունները։ Ինչի՞ բադե չես ասում, ինչի՞ չես ասում, որ կաթողիկոսը այդ նույն ժամանակ, օրինակ, էլի կանոնակավոր սխալացամ 705 թվին դիվանագիտական բանով Արմենիայի առաջին ապստամբության ժամանակ մեկնեց արաբների մոտ եւ շատ հաջող բանակցություններ վարեց, ընդ որում ինքը մահացավ մինչեւ այդ եւ այլ եւ այլ։ Այս պատմությունը ես պատմել եմ։ Դա ինչի՞ չես ասում։ Ասում է Զաքարիա կաթողիկոսը մոտիկացավ Ջահանշահին Թավրիսի տիրակալին բան արեց, հայտարարեց, հա հայտնի էպիզոդ է, գիտենք։ Զաքարյան այդ ժամանակ անի Ախտամարի կաթողիկոսն եւ ինքը ուզում էր Էջմիածնի կաթողիկոս դառնալ։ Ինչ ով ինչ որ մեկը ժողտում է, որ կաթողիկոսական գահի պայքարի համար մեծ մրցակցություն կա։ Հռոմի պապերին նայեք, Բիրիկով իրար սպանել են, արաբական խալիֆներին նայեք։ Երբ որ նայում ենք խալիֆներն ու հռոմի պապերին ինչ են արել գահին հասնելու համար, մեր կաթողիկոսների մրցակցությունը թվում է մի հատ մանկական խաղ։ Ասում է 15-րդ դարում շատ մարդիկ գերեքվելով այդ թվում եւ կաթողիկոսների կողմից իսլամ էին ընդունում։ Ստեղ էլի քաշքշում է փաստերը։ Այո, կային վատ կաթողիկոսներ, 130 կաթողիկոսներ չի կարող վատը չլինի, վերջը Պետրոս Կետադարձեր են ունեցել, հասկանալի է։ Բայց 14-15-րդ դարում հիմնական գերեքողը կաթողիկոսներն են, եւ ասա լուրջ ես ասում էի։ Այսինքն թաթար թուրքմենական այդ գերեքողները սաղմիկոն կաթողիկոսներն են, հա գերեքում ես։ Իրականում այո, գուցե ունեցել են այդ թվերին վատ կաթողիկոսներ, 14-15-րդ դարի կաթողիկոսների հետ պատմությունը մի քիչ գիտեմ, բայց նաեւ ունեցել են լավ կաթողիկոսներ։ Դերին այդ Ախտամարի կաթողիկոս Զաքարյան ես շատ եմ հարգում ու բարձր գնահատում, որովհետեւ ինքը իր եղբորտու սմբատին նույնիսկ հայոց թագավոր աուծ է։ Ճիշտ է, այդ մարդը ընդամենը 6 տարի է թագավորը եւ Ախտամարի շրջակայքում վանալի չի, բայց այնուհանդերձ։ Հիմա տես, ինչի դու դա չես ասում, բա Սամվել ջան, որ Ախտամարի կաթողիկոս այնքան պետականամետ էր, որ հայոց թագավոր էր ուծում մարդուն։ Ինչի չես ասում։ Ինչի չես ասում, որ նույն այդ պետականության բացակայության շրջանում հայոց կաթողիկոսները իրականացնում էին հայ ժողովրդի արտաքին դիվանագիտական կապերի համակարգումը։ Հայ ժողովրդի ներքին կարգն էին կարգավորում, դատավարություններ էին անում։ Ժողովրդին թույլ չէին տալի, որպեսզի մշակութային ծիրից դուրս գան մարդիկ, գիր էին սովորացնում, ինչքան կարողանում էին, մշակույթ էին սովորացնում։ Անցավոք չեմ հիշում, որ պետք է գտնա ֆրանսիացի ճամփորդություններից մեկը, որը 16-րդ դարում եղել է Հայաստանում, ասում է սարսափելի վիճակ էր, չկավորություն մութ, ժողովուրդը անկիրթ, բայց ասամենակ մի բան գիտեն, խաչակնքում են, ասում են, որ մենք հայ քրիստոնյա ենք, խաչակնքում են, ասում են մենք հայ քրիստոնյա ենք։ Այս կաթողիկոսների արածը չի, թե հեշտ էր թուրք պարսկա թուրքմենական այդ միջավայրում շարունակել հայ մնալ։ Հիմա ինքը բերում է Կոստանդնուպոլսի պատրիարխը, ասում է մեդալ ստացավ, հա լավ արեց մեդալ ստացավ, ինքը խնդիրներ իր հոտին պաշտպանել, ինչ աներ չստանալ մեդալը։ Այսինքն մեր կաթողիկոսները հաճախ իրանք հարաբերությունների մեջ են մտել օտար իշխողների հետ։ Ինչ ասանվել Կարապետյան առաջարկում, որ օտար իշխողը տենց գերակշռի վիճակում է։ Ինչ գներքյալա դար։ Այո, պետք է մեդալը վերցնել, պետք է Ջահանշահին էլ հաշվետվություն տալ, պետք է մեջ կշոյել, որպեսզի իր հոտը լավ կարողանար ապրել։ Նա այստեղ խնդիրը ինչու՞մ է Լիլիթ ջան, ինքը հայ կաթողիկոսներին սենց վերցնում է եւ վակուում միջավայրում է իդեալում ներկայացնում, որ իրանք ինքը պետք է այդ վակուում ունենար դրական հատկանիշ, բայց մենք վակուում չենք ապրել, չէ։ Հարյուրամյակներ շարունակ ապրում են շատ դաժան միջավայրում։ Երբ որ մենք եղել ենք քրիստոնյա, մամեդականները մեզ ամենատարբեր պատճառներով հալածել են, երբ որ միշտ մեզ կասկածում են վերաբերվել, որտեղ մենք քրիստոնյա ենք եւ իրանք էլ քրիստոնյա ուժերի հետ կռվում են, հələ Օսմանների աչքերով նայ։ Արևմտյան ճակատում քրիստոնյաների հետ կռվում են, արևելյան ճակատում քրիստոնյաների հետ կռվում են դեմս վրացիների։ Մեկ էլ իրանք հպատակների մեջ կան քրիստոնյաներ, պաշտպանի կասկածում նայ, պաշտպան որ այն թուրքը, որի երեխան զոհվել է Վրաստանում կամ եվրոպական ճակատում պետք է գար եւ ասենք Բեյրութում կամ Երզնկայում կամ Էրզրումում ապրող հայ գյուղացուն ուզենար ճնշել իր վրեժը լուծեր։ Ու այս պայմանները մեր կաթողիկոսները կարողացել են վատլավ հավասարակշռություն ստեղծել, այդ թվում եւ մեդալ վերցնել։ Այսինքն ինչ ա ուզում այս մարդը։ Կաթողիկոսը կանոներ
մեր Օսմանյան սուլտանին ասել մեդալը չեն վերցնում, սուլտանը ասել է ռադը քաշի, ամ երիչերին կուղարկեմ, այնպես մի հատ արինոտ բաղնի կսարքեն եկեղեց գավառում, որ մեդալը կվերցես մի հատ էլ ձեռս կպաչես, տենց չի էլի, վակուումում է այս մարդը ներկայացնում եւ լսողներից շատերը չպատկերացնելով պատմական միջավայր եւ ժամանակը ծափ են տալի, տենց չի։ Հիմիկա կաթողիկոսի վիճակն էլ տենց չի, ոչ մի երբեք էլ տենց չի եղել։ Ասում չի Պուտինից մեդալը վերցրեց, ինչի՞ չվերցնել մեդալը, որ Պուտինից։ Այսինքն կաներ Պուտինին վիրավորել, ասել մեդալը չեն վերցնում, լավ արեց վերցրեց։ Կարող է վերցնել ինքը կողմանի ինչ-որ շահ ապահովել հայ ժողովրդին։ Մի խոսքով Լիլիթ ջան, ինքը տենդենցիոզ է, էլի, հակաեկեղեցական ուղղակի բան անում, հիմա էլ քանի որ սա տրենդային է հանել են, ինքը հիվանդ մարդ է, ակնհայտ է, որ բանական ինչ-որ խնդիրներ ունի, էլի, այս մարդը, ով մահացած է գիտեմ արդեն, ասենք իմ տիպի մարդ պետք է դեմ նստեր, իր այս ծայրեղ բաները հանգիստը քանդեկը հավաքես, խնդիր չի էլի։ Ասում մի կառույց, որը բարի շարունակ ծառայել է, չի ծառայել, չէ, այս վերևում ցույց տվեցի, ասում բարոյական իրավունք չունի, բավ բարոյական իրավունք ունի, Սամվել ջան, Փաշազադեն իրավունք ունի, թե Եհովայի վկաները։ Նա հակառակ կողմից կանք, էլի, լավ ենթադրենք դու էսի հանեցիր, Սամվել, տեղ ինչ ես դնում, դու ինքդ ռակից մահացար, Սամվել, դու ինքդ ռակից մահացար, ինչ ես տեղը դնում, ինչ ես առաջարկում, քանդելը հեշտ է, չէ, նորից ստեղծելն է դժվար։ Այսինքն այս մարդը շատ թույլ ճշմարտության տարերով համեված մեծ հաշվով մանիպուլյացիոն սուտ լուր է դնում եւ հիմա էսի պատտացնում են։ Էսա Լիլիթ ջան, էսա իրականում սիրտդ լեմպայի է դա։